Այդ դեպքում ինչի շուրջ ենք հիմա մենք քննարկում իրականացնում։ Եթե Ինչ ասում եք որ ներկայացնում եք մեր արտադրական իրավաբանը։ Հասկանալի խոսքի դատս նայեցի ինչի մասին է ասում։ Բակրանջը չելա։ Սա լրացման փոքր ասա հանգանը։ Հանցագործությունն է դատեք ես մարդու։ Գինեվետի, այո, ես գինեվետի բնակիչ եմ, Մարիամ Բարսեղյան։ Նախ նույն հարցը երևի բարձրացնեմ, որտեղ շրջանցվեց չպատասխանեց ինձ հետաքրքիր է։ Անընդհատ նշվում է, որ 10% շահույթի տրվում է վետի համայնքին, իսկ մենք համայնքի մեջ մտնում է 18 գյուղ։ Այո։ Ինչքանով պիտի վստահեմ, որ իմ սուր, այո, եկեք չմարն եք դա։ Սարը փորում են իմ առողջության հաշվին, որտեղ մեկը բաց հանքա, ինչքան ուզում եք անեք, ընդ արտանետում լինելու է, այդ չեք կարողանալու ոչ մի բան անեք։ Հիմա ինչքանով ես պիտի վստահ լինեմ, որ 10%-ից ինձ այս գյուղի վրա ինչ-որ բան ծախսվելու է, 18 գյուղ է։ Էդի մեկ։ Շատ խելացի հարց եմ տալի, որտեղ անընդհատ համայնք եք նշում, այս մարդիկ չեն հասկանում, որ համայնքի մեջ 18 գյուղ է։ Այդ մեկ։ Երկրորդը, ինձ կենսաբազմազանություն, էկոհամակարգ, մարդիկ ուղղակի աղետ չեն տեսել, երևի չգիտեմ պատերազմը մեզ ոչ մի բան չի սովորացրել։ Աղետ այն մասով, որ այդ սարի լանջերին ահագին փոսեր կան, տարբեր սողուններ կան, թունավոր են, ու եթե ինչ, ես սարի տակ եմ ապրում, ստեղ կենտրոնում ապրողը չի վախենում, բայց մենք մեր այգու մեջ շատ հավանական է լիքը սողուն տենանք, որ ինչ պիտի անենք, այդ ուր են իջնելու, պարշի որ լանջից ներքև են իջնելու, ոչ մի տեղ չեն խաղում։ Այդ հարցը ոնց եք պատրաստում, և երորդ հարցը Իսկ ինչի ես փոփոխությունը չեմ տերում, հանքից չէ, եթե բյուջե կա, լսեք, կա բյուջե, մեր գյուղը հետամնաց գյուղ չի, մեր գյուղը հետամնաց գյուղ չի, մեծ խնդիրներ չունի, եղած չեղած միած ասֆալտ պետք անի, մեր կաղար ու կրածկոտ։ Ես կարամ հանգիստ առանց ասֆալտի փողոցի վրա առողջ ապրել։ Լսեք, իմ խնդրեմ իմ հարցերին պատասխանեմ։ Ձեր հարցին դուք ասում եք այդքան գումարը որ ներդրվել է մեր գյուղում, ինչի ես չեմ տեսել, ես չասեցի, ես ինչ իմանամ, որ 10%-ը իմ գյուղին է բաժին հասնում։ Նոր, հենց նոր ձեր վարչական ղեկավարը բան է պատասխանում, դուք ասում եք, լսեք, աշխատանքն պատասխանել ու բերեք տա։ Գինեվետի վարչական ղեկավարը հանքի վրա է հուսնել։ 22-ից մինչև 24 թիվը համայնքում դրվել է 150 միլիոն դրամ փող։ 3600 մետր ոլորտման ցանց է կառուցվել, մի փողոց գազ է քաշվել։ Կանալիզացիա է։ Միայն կենտրոնում։ Մեր փողոցում ես ոչ մի փոփոխություն չեմ տեսել։ Փողոցում ի՞նչ փոփոխություն։ Հա, ինչ տանը գցեք, չէ՞, մենք դե չենք կարող։ Ես ծնված օրվանից փոփոխություն չեմ տեսել։ Մեր գյուղը շատ փոքր է։ Այնքան հնարավոր է անել այն։ Ես ստեղ շահագրգիռ կանցել, ես մենակ մնացել։ Հայրս վատ բնավորություն ունենք, բայց ոչ։
Ուզում եք անհատական, որ անպայման մեր ոտքի տակ։ Ոչ, տրանսպորտը անհատական չի։ Ինչ տրանսպորտ։ Մեր տրանսպորտը ինչի չի լուծվում այդ հարցը։ Ահա պետք չի մեզ կանգնել Երևանի, գյուղը Երևանին կապող։ Գյուղը Երևանին կապող։ Եթե համեր հասմա դա իմ հարցերի կրկնությունը համարում է լսման ավար։ Շնորհակալություն ձեր ներկայության համար։ Yes.